Տիգրան Մեծի կառավարման հաղթական փուլը ընդհատվեց Քրիստոսից առաջ 69 թվականին հռոմեական զորքերի հանկարծակի ներխուժումով։ Հռոմեական նշանավոր զորավար Լուկուլոսը պարտության մատնեց Տիգրան Մեծի դաշնակից Միհրդատ եւ Պատորին եւ որոշեց գրավել Հայաստանը։ Պատերազմի սկիզբը խիստ անհաջող էր Տիգրան Մեծի համար։ Հռոմեացիները հաղթանակ տարան Քրիստոսից առաջ 69 թվականի հոկտեմբերի 6-ին Տիգրանակերտի ճակատամարտում, իսկ հաջորդ տարվա ընթացքում փորձեցին գրավել տերության հյուսիսային մայրաքաղաք Արտաշատը։ Սակայն հռոմեացիների դեմ սկսվեց համաժողովրդական պատերազմ։ Պարտիզանական կռիվները արյունարքամ արեցին Լուկուլոսի բանակը։ Հռոմեացիները պարտություն կրեցին Արտաշատի մատույցներում եւ խոճապահար թողեցին Հայաստանի սահմանները։ Հռոմեական սենատը շտապեց պաշտոնանկ անել Լուկուլոսին եւ արևելքի զորքերի հրամանատարությունը հանձնեց Պոմպեոսին։ Պատերազմը շարունակելու համար նրան տրվեցին արտակարգ լիազորություններ։ Պոմպեոսը նախ փախուստի մատնեց Միհրդատ եւ Պատորին, ապա ներխուժեց Հայաստան։ Տիգրան Մեծի համար չափազանց վտանգավոր վիճակ ստեղծվեց։ Նրա դեմ պատերազմի էր դուրս եկել Հռոմի ամենաականավոր պետական գործիչներից ու զորավարներից մեկը։ Բացի այդ, Տիգրան Մեծի դեմ ապստամբել էր նրա որդիներից Տիգրան Կրտսերը, որը պարթևների օգնությամբ հայոց գահին տիրանալու անհաջող փորձերից հետո միացել էր Պոմպեոսին։ Ստեղծված պայմաններում Տիգրան Մեծին մնում էր բանակցություններ վարել Պոմպեոսի հետ եւ հաշտություն կնքել։ Քրիստոսից առաջ 66 թվականին Արտաշատում կնքված հաշտության համաձայն Հայաստանը հրաժարվեց բոլոր նվաճումներից, խոշոր ռազմատուկանք վճարեց եւ հռչակվեց հռոմեական ժողովրդի բարեկամ եւ դաշնակից։ Այսպիսով նրա արտաքին քաղաքականությունը կախվածության մեջ էր դրվում հռոմեացիներից։ Փոխարենը Հայաստանը մնում էր ընդարձակ միասնական պետություն, իսկ Հռոմը որոշ ժամանակ վարում էր հայերին սիրաշահելու քաղաքականություն, ընդդեմ հռոմեացիների հիմնական հակառակորդ պարտերների։ Հայաստանի վիճակը բարդացավ Տիգրան Մեծի որդի Արտավազդ II-ի կառավարման ժամանակաշրջանում։ Հայաստանը պետք է ճիշտ կողմնորոշվեր չափազանց վտանգավոր իրադրության պայմաններում։ Հռոմը մեջ էին մտել առաջավոր Ասիայում գերիշխանության հասնելու համար։ Երկու տերությունների համար էլ կարևոր նշանակություն ուներ Հայաստանի դիրքորոշումը, ուստի թե Հռոմը, թե Պարթևստանը հարկադրում էին Հայաստանին մասնակցել իրենց կազմակերպած արշավանքներին։ Արտավազդ II-ը հավատարիմ մնալով Արտաշատի պայմանագրին Քրիստոսից առաջ 53 եւ 36 թվականներին զորքեր տրամադրեց հռոմեացիներին մասնակցելու պարթևների դեմ պատերազմներին։ Սակայն հռոմեական զորավարներ Կրասոսի եւ Անտոնիոսի պարթևական արշավանքները խայտարար կերպով ձախողվեցին։ Անտոնիոսը իր պարտության մեղքը բարդեց Արտավազդ II-ի վրա, Քրիստոսից առաջ 34 թվականին խաբեությամբ ձերբակալեց նրան եւ ընտանիքի հետ միասին տարավ Եգիպտոսի Սանդրիա։ Արտավազդը այստեղ 3 տարի անց մահապատժի ենթարկվեց Անտոնիոսի կնոջ Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հրամանով։ Իրենց հերթին Անտոնիոսն ու Կլեոպատրան պարտություն կրեցին Հռոմի ապագա կայսր Օգոստոսի դեմ պայքարում եւ ինքնասպանություն գործեցին։ Հաջորդ 3 տասնամյակների ընթացքում Արտաշեսյան արքաները աստիճանաբար կորցրին երբեմնի հզորությունը։ Արտաշեսյան վերջին թագավոր Տիգրան IV-ը հարևան երկրներում տարածված սովորույթի համաձայն ամուսնացել է իր քույր Էրատոյի հետ եւ կառավարում էր երկիրը նրա հետ միասին։ Շուտով դա սպանվեց հյուսիսային լեռնական ցեղերի դեմ պատերազմում, իսկ Էրատոն հրաժարվեց գահից։ Այսպիսով Արտաշեսյանների արքայատողմը շուրջ 2 դար Հայաստանը կառավարելուց հետո 1 թվականին հեռացավ պատմական ասպարեզից։ Արշակունիների արքայատողմի հաստատումը Հայաստանում։ Քրիստոսից հետո առաջին դարում Հայաստանը շարունակում էր համարվել զոր երկրներից մեկը։ Հայաստանը, սակայն,
Արտաշեսյանների անկմանը հաջորդող կես դարի ընթացքում քաղաքական ծանր ճգնաժամ էր ապրում։ Հայաստանի հետագա ճակատագիրը մեծ չափով կախված էր նրա երկու հզոր հարևանների ուժերի դասավորությունից։ Ցանկալի էր, որ Հռոմի և Պարթևի նման վիճակ էլ հաստատվեց առաջին դարի կեսերին, երբ Պարթևստանում թագավոր հռչակվեց Վաղարշ առաջինից գահի թեկնածու առաջադրվեց Վաղարշ առաջինի կրտսեր եղբայր Տրդատը։ Այդ ժամանակ հայոց գահը բռնությամբ գրավել էր վրաց թագավորի որդին, որի նկատմամբ հայ բնակչությունը ատելությամբ էր մրցված։ Ուստի Տրդատին հայոց թագավոր հռչակելու ծրագիրը ստացավ ինչպես հայ ավագանում, այնպես էլ հասարակության լայն շերտերի աջակցությունը։ Վաղարշ առաջինը և Տրդատը 52 թվականին պարթևական զորքերով ներխուժեցին Հայաստան։ Նրանք առանց դժվարության գրավեցին Արտաշատն ու Տիգրանակերտը, բայց ձմռանը հարկադրված եղան հեռանալ Հայաստանից։ Թեև հռոմեական կայսրությունը համառորեն հրաժարվում էր ճանաչել Տրդատ առաջինի գահականության օրինականությունը։ Ներոն կայսրը առանց հապաղելու պատերազմ սկսեց պարթևների ու նրանց դաշնակից հայերի դեմ։ Այդ պատերազմը որոշ ընդհատումներով տևեց շուրջ 10 տարի։ Կայսրը զորահրամանատար նշանակեց Պետոսին։ Նրա զորքերը Հայաստան ներխուժելուց հետո զբաղվեցին գլխավորապես բնակչության կողոպուտով, իսկ ձմեռը սկսվելուց պես բանակ դրեցին Արազանի գետի ափին, Հռանդե ավայրում։ Այստեղ էլ հռոմեական զորքերը շրջապատվեցին հայ-պարթևական ուժերի կողմից և անձնատուր եղան։ Հռոմեական զինվորները հարկադրված եղան անցնել 3 նիզակներից կազմված լծի տակով, որը մեծագույն խայտառակություն էր համարվում։ Հռանդեայի հաղթանակը լրացրեց պատերազմի ելքը։ Ներոն կայսեր հանձնարարությամբ Կորբուլոնը 64 թվականին նույն Հռանդե ավայրում Տրդատ առաջինի հետ երկու կողմերի համար ընդունելի պայմաններով։ Տրդատ առաջինը ճանաչվեց Հայաստանի թագավոր, սակայն նա պարտավոր էր անձամբ մեկնել Հռոմ և թագ ստանալ Ներոնի ձեռքից։ Տրդատ առաջինի ուղևորությունը տեղի ունեցավ 65-66 թվականներին և տևեց 9 ամիս։ 3000-անոց շքախմբի բոլոր ծախսերը հոգում էին հռոմեացիները։ Հայոց արքայի թագադրության հանդեսը տեղի ունեցավ Հռոմի ամենանշանավոր հրապարակում Ֆորումում։ Այսպիսով, Տրդատ առաջինի փաստական թագավորությունը միջազգային ճանաչում ստացավ։ Հաջողությամբ հաղթահարվեց հայոց պետականության տասնամյակներ տևած ճգնաժամը։ Վերջինը պարտության մատնեց և երկրից դուրս քշեց հյուսիսկովկասյան ալաններին, ժամանակակից ոսերի նախնիներին։ Ներոնի նվիրած գումարներով և տրամադրած արհեստավորներով վերականգնվեց ավերված Արտաշատը։ Խոշորածավալ շինարարական աշխատանքներ կատարվեցին նաև Գառնիում։ Ամենայն հավանականությամբ Տրդատ առաջինի օրոք է կառուցվել նաև Գառնիի նշանավոր տաճարը։ Պարթև աշխատունիները աստիճանաբար ներվեցին հայկական միջավայրին և ժամանակի ընթացքում հայացան։ Նրանցից Վաղարշ առաջինը երկրորդ դարի սկզբներին կառուցեց Վաղարշապատը, ներկայիս Էջմիածինը, որը դարձավ Հայաստանի երկրորդ մայրաքաղաքը։ Հայ արշակունիների իշխանությունը Հայաստանում հետզհետե դարձավ ժառանգական։ Ստեղծված նոր պայմաններում արշակունիները սերտացրին հարաբերությունները հռոմեական կայսրության հետ։ Հայաստանը հրաժարվեց ընդունել Սասանյանների կողմից պարտադրվող պարսկական կրոնը, զրադաշտականությունը և կրոնական ու մշակութային առումներով մեկընդմիշտ կողմնորոշվեց դեպի արևմուտք։ Այս ամենն էր, որ վերջիվերջո հանգեցրեց Հայաստանում քրիստոնեության ընդունմանը որպես պաշտոնական կրոն։